Հայոց լեռնաշխարհից եւ Արմնյուզի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy։ Բարև ձեզ, դուք դիտում եք Arm Comedy հաղորդման մի հիանալի դեկտեմբերյան թողարկում։ Այո, հիանալի, որովհետև սա այս տարի մեր վերջին թողարկումն է, գնում ենք Ստոպ, այ ժողովուրդ, դուք աննորմալ չեք, երկու հաղորդում էլ կա։ Բարև ձեզ, դուք դիտում եք Arm Comedy նախա վերջին հաղորդումը։ Այսօր դեկտեմբերի 26-ն է Հարավային Աֆրիկայում բարի կամքի օրը։ Տրես Հայաստանում մի օր կլինի բարի կամքի օր։ Կլինի դու գլուխ են կախես ու գործ անես։ Լավ, այսօրվանի մեջ դիտեք։ Եվրասիական ինտեգրացիայի սկիզբը, նախագահները միմյանց ջան ասեցին, ջան լսեցին։ ԲՀԿ-ն կազմակերպում է միջոցառում ու չի հրավիրում ՀՀԿ-ին։ Ինչի մասին են դեղնում վերնագրերը։ Սովորական երևանցին պատմում է ինչպես է նշելու այս նոր տարին։ Քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy։ Լրահոսը ոտի վրա։ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը կարծիք է հայտնել, որ դոլարի տատանումների ետևում կանգնած են թուրք ու ադրբեջանցի լրտեսները, այսինքն թաքուն գալիս են ու բանկի կառավարիչների ականջներին ասում են դոլարը թանկացրու, թե չէ վաղը կփոշմանես։ Բանկիրները սկզբից ասում էին չէ, չեմ թանկացնի դոլարը, բայց թշնամին նրանց հիպնոզ էր անում։ Իդեպ կա վարկած, որ անցած տարվա ցուրտ ձմեռը էլի թուրք ու ադրբեջանցի շպիոններն են կազմակերպել։ Մի սկանդալային պատմություն է եղել վերջերս իտալական կրկեսում։ Բազմաթիվ համերգներից հետո ինչ-որ մեկը ջոկել է, որ այնտեղի պանդաները իրականում շներ են, որոնք ուղղակի վարսահարդարվել են պանդայի նման։ Մի քիչ ուշադիր նայեք, կարող է պարզվի, որ օձերը իրականում ոտերը կտրած մողեսներ էին, առույցի ձագը իրականում մեծ կատու էր, իսկ արջը էմիգրանտ գիվին էր, ուղղակի տես չլողացած ու առանց շոյերի։ Եկող տարվա խորհրդանիշը դե գիտեք, այծն է ու բոլորը փորձում են սեղանին ունենալ ինչ-որ այծի արձանիկ կամ տենց մի բան, բայց առաջին ռազմայնասիրականը առաջարկում է հենց իսկական այծ բերել տուն։ Պարզվում է այծերը շատ են սիրում ուտել եղևնի։ Այսինքն հիշում եք, չէ, որ տոնածառ թափելը մինչև մարտ ամիս դգձգում եք։ Այդ պրոբլեմը հիմա ինքն իրեն լուծվում է։ Հրաշալի լուր Ամերիկայից, վերջին շրջանի տնտեսական աճը այնտեղ աննախադեպ բարձր է, համարյա 5%, ժամանակն է Ռուսաստանում ապրող բարեկամներին մանից բրդել դեպի լոս։ Վիսկիի անուն ունեցող ամերիկացի Ջեք Դենիելսը ունեցել է որդի ու անունը դրել է Ջիմ Բիմ, այսինքն մեկ այլ վիսկիի անուն։ Ամերիկացիները պնդում են, որ սա առաջին նման դեպքն է, բայց մենք հիշում ենք ինչպես տարիներ առաջ Պուտինկան Մեդվեդևկա ունեցավ։ Զիմբաբվեն ֆինանսական խնդիրների պատճառով վաճառում է փղերին, ամեն մեկը 40-ից 60,000 դոլարով։ Ինչ եմ ուզում ասել, մեր գազանոցի հրանտը չի ուզում մի քիչ բազմանալ սկսի։ Եվ այսպես Մոսկվայում կատարվեց ևս մեկ քայլ դեպի պայծառ եվրասիական ապագա։ Բան չմնաց, նոր տարուց ամիջապես հետո բոլորս կապրենք երջանիկ եւ երկար։ Աշխարհաքաղաքական մեգանախագիծն այլևս նախագիծ չէ։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարվեց, որ հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական միությունը գործելու է լիարժեք։ Ռուսաստանը, Բելարուսը, Ղազախստանը ասեցին այո միությանը, եղբայրությանը ու միասնական շուկային։ Իսկ ինչ է դա նշանակում։ Այդ մասին կհաղորդի մեր հատուկ Ռուսաստանի նախագահը։ Նա Եվրասիական տնտեսական միությունը անվանեց հզոր կենտրոն տարածաշրջանային զարգացման համար։ Իսկ այդ կենտրոնը այնքան հզոր է, որ արդեն լիքը ուրիշ երկիր է ուզում միանալ։ Մի բան չանենք, էլի այդ միությունը ռեզինից չի, այդքան տեղ չկա։ Վիետնամից մինչև Իսրայել, Թուրքիա, Հնդկաստան, Ուզբեկստան, Qırğızstանը արդեն ստորագրել այդ պայմանագիրը։ Շատ լավ է, շատ լավ։ Հզոր կենտրոնը ստեղծելուց հետո ինտեգրացիան աչքի առաջ սկսեց ակտիվանալ։ Ինչ որ պայի 5 երկրների նախագահները այնքան ինտեգրվեցին, որ գնացին հյուր մեր նախագահի Հայատ։ Հայատ։ Արարատ Հայատ հյուրանոց, Սերժ Սարգսյանին հյուր, որտեղ տեղի ունեցավ անկաշկան զրույց ու տուժ խմուշ հենց նախագահի սենյակում եւ
Աղբյուրների փոխանցմամբ միջոցառման ընթացքում ասվել է ճիշտ նույնքան ջան, որքան լսվել է։ Մենակ չհասցրեցինք զգուշացնել, որ Լուկաշենկոյին մինի բարից պետքա հերրու պայել, թե չեն դեին չարազները կգրսի, իսկ են մինի վիսկիները մեծից թանկ են։ Մի րոպե տղաներ, ինչ որ շատ տարվեցիք եվրասիական ինտեգրացիայով։ Մի մոռացեք, որ մենք հրաշալի հարաբերություններ ունենք նաև Եվրոպայի հետ։ Իսկ ինչ որ նոր բան կա այդ գծով։ Այո, Հայաստանի հետ հարաբերությունների մասին այս անգամ խոսել է Փոլ Մակարտնին։ Ո՞վ։ Այո, Սր Փոլ Մակարտնին։ Չեմ հավատում։ Խնդրեմ։ Մյուս տարի կստեղծվի Հայաստան-Եվրամիություն գործակցությունը ձևակերպող հստակ օրակարգ։ 2015-ը կլինի վճռական տարի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար, քանի որ մենք կտեսնենք, թե գործակցության ինչ օրակարգ կձևավորվի։ Ես գիտեի, որ այս օրը գալու է։ Ճիշտ է, լավ ուշացրեցիք, պարոն Մակարտնի ջան, բայց Մի քիչ փքված է ոնց որ Սեր Պոլը։ հա դե մի քիչ ոնց տարիքը ինչի, մի քիչ լծվել է, տարիքն իրան ասում է, էլի։ Ուղղակի չեմ ճոգում, ինչի է քաղաքականությունից խորացել սենց։ Բացի այդ, առաջին անգամ Հայաստանում կանցկացի Եվրանեստ խորհրդարանական վեաժողովի նիստը։ Եվրանեստ, all my troubles seem so far away։ Բայց Եվրանեստը ո՞րն է ախր, եկեք մի հատ հավեսով համեր գանենք։ Գուցե System of a Down-ի համերգին միանաք։ Հանգիստ թողեք պարոն Մակարտնին, մանավանդ ասում են այդ ուրիշ եվրոպական պաշտոնյա էր։ Ոչ, հրաժարվում եմ հավատալ մհեր։ Եկեք ներքին հարցերի վրա կենտրոնացեք։ Օրինակ գիտեք, որ հանրապետական Կարեն Ավագյանը սկսել է նոր հայրենասիրական ակցիա ոչ Թուրքիայում հանգստանալուն։ Առաջին հայացքից թվում է, թե ոչինչ չասող բաներ ինչ կապ ունի Թուրքիայում հանգստանալը այդ միջոցառումների շարքում, բայց իրականում, եթե մի քիչ մենք խորանում ենք այդ բոլոր գործընթացների եւ պրոցեսների մեջ, հասկանում ենք, որ իրականում կապ ունի։ Դե իհարկե կապ ունի։ Դե ամեն դեպքում ինչ որ գումար է դուրս գալիս Հայաստանից ու մտնում է իրանց բյուջե։ Ամեն դեպքում Հայաստանից գումար է դուրս գալիս գնում Թուրքիա։ Դե ոնց որ ահագին տրամաբանական հետաքրքիր ակցիա է։ Դա շատ դուրս գալիս է, ես սիրում եմ, որ սենց անկեղծ ցանկություն արտնանում մարդկանց մոտ։ Հա, այս սպոնտան հայրենասիրական պորտկում մի քիչ հասկանալի չի ինչու ձմեռը, այլ ոչ թե ասենք հունիսին, բայց էլի հետաքրքիր է։ Չէ, այն գրանտակեր ՀԿ-ները, որ առանց դրամաշնորի մատը մատին չեն տալիս։ Գիտեք, որ առանձնակի տեղ է հատկացված ցեղասպանության 100 տարելիցի միջոցառումներին, կոնկրետ դրամաշնորհ կա եւ այս դրամաշնորհի շրջանակներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնցից մեկը սա է։ Բանը կհանդիպենք քիչ անց։ քիչ անց ոնց է։ Այժմ դեղին վերնագրեր էջն է, որտեղ իրական մամուլից պեղում ենք իրական վերնագրեր, հիմնականում անիրական բովանդակությամբ։ Սկսենք այս մեկից։ Գիտնականներ 2015-ի հունվարի 4-ին երկիր մոլորակի բոլոր բնակիչները կսկսեն թռչել։ Մտածում ես վերջ, Իսպանիայում ամառը հանգստանալու հարցը լուծվեց, արագ գնում ես մի հատ են Սուպերմենի մայկաներից գնես, քլիկ ես անում ու պարզվում է ինչ։ Չէ, չենք թռնում Իսպանիա։ Ներող չենք թռնում, պարզվում է ինչ-որ գիտնականներ ասում են, որ հունվարի 4-ին մոլորակները նենց են դաստավորվել, որ Երևանի ժամով ժամը 20:47 բոլորս 3 վայրկյանով օդ ենք բարձրանալու, ինչը կարամ գրազգամ, որ չի լինի, բայց մարդ ես, չարազը աշխատեք միջև այդ պրծսնել, թե չէ այդ սաղ, որ սկսի թռնել, կքաշվենք։ Պաստորեն ահագին դեղին էր վերնագիրը։ Սենց մի վերնագիր, ՀՀԿ կանանց ձրի շոուն պարլամենտում, դադադամ, մտածում ես լավ հիմա, ինչ ա եղել, ինչ շոու են սարքել, կռիվ, Բա հետո ինչ ա պարզվում։ Սպասի, ուզում ես բոլորը իրենց ֆանտազիայի մեջ խորանան, պատկերացնեն ինչ կարող է լինել ու հիմա ասեն ճիշտը։ Ուղղակի կին падգամավորների հագուստն են նկարել ու սենց փորձել են համեմատել, ով ինչ հագել, մի քանի կին падգամավորների հագուստի մասին կարծիքներ են։ Ինչու եք մարդկանց ուշադրությունը շեղում կարևոր սոցիալ-տնտեսական հարցերից։ Սենց վերնագիր, Հրանուշ Հակոբյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Մտածում ես, այդ ինչ արել, մազերով մի ինքնաթիռ սփյուռքա հայա քաշել բերել տուն։ Սեղմում ես ու ձանձրալի մի բան։ Աշխարհի ամենաերկար ամանորյա շնորհավոր անկնագրել։ Չէ, ուղղակի թերթերից մեկը հաշվելա քանի նամակի է նա պատասխանել ու ստացվելա, որ պետք է 4 րոպեն մեկ նամակ կարդար, որ կարողանար պատասխանել, բայց դե ոչ մեկս չի սպասում, չէ, որ նախարարները այդ նամակները անձամբ կարդում պատասխանում են։ Այլ վերնագիր։ Էլիտար ՀՀԿ-ականները նախագահի մոտ բողոքել են Գալուստ Սահակյանից։ Չէ, չկա տես բան։ Ես գիտեմ, ես կարդացել եմ հոդվածը։ Ու սենց մտածում ես, ինչ ա եղել,
Ինչ ա եղել, բայց հետո կարդում հասկանում ես, որ նյութը ուղղակի սենց ոչ միայն հղում չունի, այլ նույնիսկ անանուն աղբյուրների վրա ոչ մի հղում չունի։ Զուտ սենց լրագրողը որոշել է գրի ճպցնի վերնագիր։ Քաղաքական երկիծանքի միակ հեռուստաշոու Farm Comedy ՀՀԿ-ն ամփոփեց տարին։ Ես միշտ ուրախանում եմ հզոր հայրենիք կուսակցությունը, երբ ամփոփում է տարին։ Հզոր հայրենիքը չէ, ոչ էլ հայոց հայրենիք կուսակցությունը, ոչ էլ Հայաստանի Հանրապետության կանաչները, հանրապետականը ամփոփեց։ ՀՀԿ խոսնակը անդրադարձավ ընդդիմության ստատուսներին սոցիալական ցանցերում։ Չէ, ինչ-որ բան սխալ ես ինձ թվում ասում։ Ինչի պետք է եզրափակիչ ասուլիսին տենց բաների անդրադառնալ։ Ես իմ ինչի պետք է անդրադառնալ։ Երբ որ դոլարը իջավ, հայտնվեցին քաղաքական ուժեր, որոնք իրենց պատկանող կայքերում շտապեցին հարցրազայները, որ դա իրենց շնորհն էր։ Պարզ է, չէ, որ դա բլեֆ էր։ Իրականում ում շնորհիվ դոլարը իջավ, այդքան էլ հետաքրքիր չի։ Այում պատճառով դոլարը բարձրացավ, այ իրան որ ժողովրդի հետ մի 10 րոպեով նույն սենյակում փակենք, այ դա հետաքրքիր կլինի։ Իսկ քանի ՀՀԿ-ն ամփոփում էր տարին, նոր նախաձեռնությամբ հանդես եկավ ԲՀԿ-ն, Բարերար հայերի կոնգրեսը, ինչա քո հետ էսօր կատարվում, Բարգավաճ Հայաստանը նախաձեռնում է խորհրդաժողով, որտեղ տարբեր ուժերի հետ կքննարկեն իրավիճակը երկրում։ Ինչա քո հետ մտա։ Ինչ ես ուզում, ինձ տենց թվաց։ Այստեղ խորհրդակցական բնույթի միջոցառում է լինելու, որի նպատակը վերլուծել, քննարկել արդեն իսկ կատարված աշխատանքը։ Դեռ պարզ չէ ում են հրավիրել մասնակցելու խորհրդաժողովին, բայց դե պարզ է, չէ, ում չեն հրավիրել։ Չէ, լրագրողները հարկ են համարում դա եւս մեկ անգամ հատուկ շեշտել։ Հանրապետականը ԲՀԿ-ից հրավեր չի ստացել ազատության հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավարը։ Հապա պարզ չի որ չի ստացել, այդ միջոցառման սաղ իմաստն է, որ հանրապետականը չմասնակցի։ Այդ ոնց որ զարմանանք, որ ԲՀԿ-ին չի գալիս ՀՀԿ համագումարներին։ Լիք անգամ եղել է գնացել են։ Ինչ որ շատ խառն է վիճակը աչքիս։ Լավ, լսենք ՀՀԿ խմբակցության ղեկավարի առարկությունները։ Պետք է հիմնավորումներ տան, թե որն է այդ բարդ, ծանր քաղաքական տնտեսական իրավիճակը, բայց այդ գործով զբաղվում ենք բոլորս։ Քաղաքական իմաստով իրոք ցանկացած կերպ կարելի է մեկնաբանել, բարդ է, բարդ չի։ Բայց տնտեսականը ավելի լավ է չմեջբերել, սա կարող է շոկային թվալ, բայց մարդիկ գնում են սուպերմարկետներ ու տեսնում են գները։ Հանրապետական խմբակցության ղեկավարը պատահական չի համարում ոչ իշխանական ուժերի այն արտահայտությունը, թե ի վերջո ժողովուրդը պետք է ամեն ինչ որոշի։ Այսինքն գցում են ամեն ինչը ժողովրդի վրա, եւ եթե հանկարծ ցախողում լինի, ասի դե ժողովուրդը ցախողեց։ Բաժողովրդավարության հիմնական սկզբունքը հենց դա է, ամեն ինչ բարդվում է ժողովրդի վզին։ Հունարեն բառ է դեմոկրատիան, դեմոս նշանակում է ժողովուրդ, իսկ կրատոս նշանակում է ամեն ինչ բարդել նրա վզին։ Վերջը ով է կազմակերպիչը։ Դե այս հարցին սենց կարելի է պատասխանել։ 3 հոգի պնդում է, որ շերիֆը իրանք են։ Բայց դե հա, հավատալուց պետքա դանդաղ շտապել, մարդես կարող է պարզի ինչ որ մեկը սև է։ Լավ, վերադառնանք հյուրերի ցուցակին։ Բա ով է մասնակցելու ԲՀԿ-ի խորհրդաժողովին։ Այդպիսի քննարկում էր տեղի չունեցել։ Օրինաց երկիր կուսակցությունից ազատությանը տեղեկացրել են, որ Ծառուկյանի նախաձեռնությանը հարգանքով են վերաբերվում, բայց չեն մասնակցի խորհրդաժողովին։ Ոնց է ՕԵԿ-ը հարգում ես նախաձեռնությունը չեք պատկերացնում։ Այսինքն դե ստացվում է նույն երյակն է մասնակցելու խորհրդաժողովին, կարող է Տիգրան Կարապետիչն էլ։ Ու ՕԵԿ-ի հարգանքը ճիշտ է չեն մասնակցում, բայց նենց են հարգում։ Լավ, մի փոքր ցրվենք այս ամենից։ Ի վերջո արժևում նոր տարի է ու լրագրողներից մեկը պաշտոնյաներին տվեց ամենակարևոր հարցը, որը բոլորիս հետաքրքիր էր, բայց ոչ մեկս դուխ չուներ, որ այդ հարցը տար։ Արդյոք նրանք ցանկություն են ունեցել Ձյունանուշին ինչ որտեղ հրավիրել։ Հա, ես էլ չեմ հասկանում, ոնց կարար սենց հարց ծնվեր։ Գիտես ինչ, ուրեմն այն մեր ժամանակ այդպիսի բաներ համարյա քիչ էր լինում։ Սովետական միության տարիներին ասեն, որտեղ կրթություն այն ժամանակ ենք ստացել։ Երազանքներս վաղուց արդեն այդ հարցերում ավարտված են։ Եթե դուք նկատի ունեք, որ Ձյունանուշիկների հետ նկարվել եմ թե ոչ, ցավոք նման նկարներ չունեմ, հրավերներ էլ չեմ ունեցել։ Իսկ հաջորդ անգամ լրագրողները կհարցնեն, արդյոք պաշտոնյաները փոքր ժամանակ սիրահարվել են 3 հրացանակիրների մեջի Միլեդիին։ Այս սա շատ ավելի կարևոր հարց է։
Մեր հյուրն է մեր լավ վաղեմի գործընկեր Նարեկ էր, չէ՞։ Նարեկը, այո, Նարեկը, որը մի փոքր նիհիլիստ է նոր տարվա հարցում եւ նա դեմ է ոչ միայն շատ ուրախ եմ ձեզ տեսնել։ Նա դեմ է ոչ միայն նյութական, այլև հոգեվոր, տենց ինչ որ ճոխությանը, հա։ Ես դեմ եմ, այդ ամեն ինչը նշել։ Նիհիլիստը այն մարդը չէ, որ դեմը հակոստին միշտ ներ կամ անգամ։ Բարի, եւ այսպես Նարեկ կխոսեք ինչ Հա, նուդիստն է, նուդիստ։ Նուդիստը, չնայած ես դրան էլ կողմ եմ կամ դեմ, նայած ով է որոշում ընտրել այդ ուղին, հա, բայց վերադառնանք ամանորին։ Ես այս տարի ոչ մի բան չեմ անում։ Խանութ չեմ գնացել, ոչ էլ պատրաստվում եմ գնալ, ոչ մի բան չեմ արել ու լիքը փող եմ տնտեսել դրա վրա։ Շատ լավ։ Նարեկ, ասացեք խնդրեմ, այ դուք որպես հայ մարդ, ինչու եք փորձում պարտադրել ձեր կարծիքը մյուսներին։ Կարող է մի վայրկյան մի ընդհատեք, կներեք, ես մի փոքր անկաշկանդ եմ զգում, այո, մեր գործընկերների դուք կարաս ընթացքում ընդհատես։ Ինչի պիտի դուք վերջացրեք։ Աննասուն։ Ինչու եք կարծում, որ Աննասունը դու ես։ Ինչու եք դուք կարծում, որ իրավունք ունեք մտնել մեր կյանք, մեր խոհանոց, մեր նոր տարին եւ ասել ինչ ճիշտ է, ինչ սխալ։ Ինչ որ ձեռեք փորձում արնեք։ Ուրեմն ուշադիր կներեք էլի։ Հասարակությունը անընդհատ ինձ պարտադրում է, որ ես պետք է սեղանին դնեմ խոզի բուտ։ Ինչի՞, կարող է ես չեմ սիրում խոզի բուտ, կարող է ես չեմ սիրում չարազ, մարդ դու կարող է հյուր ես գալիս, կարող է ալերգիա ունես այդ ֆստխների վրա, ոնց իմանամ։ Ինչի պետք է այդ բաները ես դնեմ սեղանին, ծախսի տակ ընկնեմ, հանուն ինչի, որովհետև դուք կարող եք ինչ-որ վատ կարծիք ունենաք մեր տուն գալուց։ Այդ ջանդամ թե չեք ունենա այդ կարծիքը։ Ես կգամ ձեր տուն, ես կուտեմ ձեր տանը, պարտադիր է այդ փոխադարձ լինի։ Բայց ոնց որ սենց հյուր եղել է մեր մոտ։ Սա խենք լավ է, вообще։ Մանավանդ որ եղել է այդպես հյուր։ Հա, շատ նման հյուր եղել է։ Նարեկ ջան, դու ասելիք ունես մեր։ Ասենք եկել ես որ ինչ, ասենք անուն ինչ դնենք։ Եվ այսպես, հա, բլյուզը 60-ականներին սկսեց ոնց որ արդեն ապրել երկրորդ վերածնունդը կարելի ասել, որովհետև շատ սևամորթ Անասուն մի արա հերոստատեսությամբ ինչը մինչև այդ անհնար էր Ամերիկայում, որովհետև ռասայական պատրաստություն կար։ Պատմեմ ոնց բացեց բլյուզի։ Այդ գասը ինչ-որ բան պետք է պատմեմ ես։ Մի հատ միտք ձևակերպի, ասես։ Հերոստատեսություն նայեմ, որ ինչ-որ բան քաղեն իրանց համար։ Փրվել է շուրջը գարուն։ Քանիսն է ժամը։ Երբ նազում էր քեչին, գարնան արևներ բուրում։ Արա դե լավ էլի իսկականից։ 3:30, ինձ թվում է հերիք է, Նարեկ ջան, վերջ էլի ապրել։ Թող գնանք։ Ու իրանք սաղ ման են գալիս այդ Արքինստոնը, որը այդ գնոմերի այդ սարը կա, ոնց որ այդ սարը Հոբիտի ու գնոմի տարբերությունը չհասկացանք նույնիսկ։ Հոբիտների ոտը լայնա, գնոմերինը չէ։ Թեհրանում մոտոները ավելի շատ են, քան մեքենաները, ասենց ամեն երրորդը մոտո է, ասենց այն հին մոտոներից ասենց KGB-ն է անդադ հետևում մարդկանց ինչ որ իրանց։ Ինչ KGB։ Ռուսական կա, իրանական։ Դե նայածում։ Հա։ Օր ես էլ ահագին խմած էի, բայց դե շատ լավ սիրում էր էլի մոտեցա։ Հեռախոսը վերցեցիր։ Հեռախոսը չէ, երևի համարը նկատի ունես։ Չէ՞։ Հեռախոսը չէի կարա վերցնել։ Հեռախոսը վերցնել լրիվ ուրիշ տպավորություն կտա։ Վերցնել հիմա դու ստեղ նստած ես քննիչը պատմելու էր ինչ են քեզ։ Իմ փաստաբանը, հա։ Տիլիլիլիլիլի 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 Ասում այդ խումբը ինչ եղավ, ուր են։ Արա, հա, ճիշտ է։ Շատ լավներ արա։ Այն բաններ չկա, այն որ 4 հատ տղա էին, երգում, ինչ էր այդ խումբը։ Դե արի սիրուն աղջիկարի, որ ծանոթանանք։ Ես նանայի վրա գնացի։ 4 հատ աղջիկ տղա են նա, 4 տարբերակ երևի։ Չէ, հա 4 տարբերակն է չկա, 4 տարբերակը ինչ եղավ։ Backstreet Boys-ը։ We are the world. We are the children։ Այդ խումբը ինչ եղավ։ Հա, կամ էլ էս մեկը։ Իսկ մայրան կռվել են դենց իրար մեջ, մի քանի հոգի կար շատ կռիսականներ կան։ Դե լավ, ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորել ձեր նոր տարին եւ շնորհակալություն հայտնել մեր տաղավար գալու համար։ Այսքանն էր այսօրվա հյուրը, իսկ դուք մնացեք մեզ հետ։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում դիտենք, հա, ոչ թե լսենք, այլ դիտենք օրվա վիդեոբոցը։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my kid, the baby, and he keeps them out of sight.
you know where that shark bites. Հիմա եւս երկու հաղորդում մինչև նոր տարի Բուդը ով է սարքելու բուդը։ ես խմիչք քաղցրեղեն չեմ առել։ Կներեք, իսկ չի լինի գոնե Գոնե ասենք Չի